ով է անզգամ մարդը, այն մարդը, ով լցված է ուրիշին վնասելու ցանկությամբ, ուրիշին վատություն անել։ Այսինքն պատկերացնում եք մարդ, ով առավոտյան արթնանում է եւ մտածում է ում վատություն անել, ում չարախոսել, ում մատնել, ում դավաճանել, այսինքն չի ցանկանում իր դիմացի մարդու ապրելը։ Ուրեմն սա վտանգավոր երևույթ է հատկապես մեր կյանքի մեջ, այսօր մարդիկ շատ են, ովքեր ուզում են դիմացին միշտ վատություն անել։ Ուրեմն վատությունները մեն հարվածելը չէ, գողանալը չէ, բամբասելն էլ է այդ մեծ վատություններից մեկը, թե առանձին բամբասանքի մասին ասում, ուրեմն ուրիշի լավը չցանկանալ։ Այդպիսի ասացված կա, չի ասում իմ դարդու ցավը քիչ էր, հարևանս էլ մեքենա գնեց։ Ուրեմն այս խնդիրը սրա մեջ է, որ մարդը ինքը անզգամ է դառնում։ Չորրորդը ասում է ագահությամբ։ Ով է ագահ մարդը։ Նախ ագահությունը մահացու մեղքերից 5-րդն է, չէ՞, այսինքն ագահությունը անդադար ունեցվածք, դրամ դիզելու մասին է խոսքը, որ մարդը ագահությամբ լցված է, կամ այլենց ուրիշների ունեցվածքի վրա աչք ունի, ինչպես ավետ 10 պատվերից մեկն է, չէ՞, քո հարևանի ունեցվածքի վրա աչք մի դիր։ Ուրեմն ագահ մարդը ոչ միայն անդադար ուզում է գումար վաստակել, ունեցվածք հավաքել, այսպես ասել, այլ ուրիշինն է ցանկանում եւ ուրիշներին զրկելու միջոցները փնտրում։ Այսինքն ոնց անի, որ այս մարդու ունեցածին տիրանա։ Սա էլ վտանգավոր մեղք է, որովհետեւ ագահությունից նեղ ծնվում է ինչը աղծախոհություն է, այսինքն բղջախոհությունը, չար մտածում, այսինքն որ դու ագահությամբ լցված ես, անդադար նաև չար մտածումներ ուրիշների մասին եւ ուզում ես ուրիշներին վատություն անել։ 5-րդ ասում է լցված են չարությամբ։ Ուրեմն չարությունը նման է անզգամ մարդուն, որովհետեւ չար մարդը միշտ ուզում է ուրիշին վատություն անել, բայց ի տարբերություն անզգամության սներ, ուրեմն չար մարդը կարող է իր սրտի մեջ այդ ամենը ցանկանալ, բայց գործի չդնել։ Անզգամը գործի է դնում։ Կան մարդիկ, չէ, որ լեզուն չար է իրենց, բայց գործնականում իրենք չար չեն։ Մենակ լեզուն, որ ասում ենք լեզվին մի նայի, կյանքում այդպես չի, բայց դա էլ մեղք է, որովհետև չարախոսելը հատկապես սրտիդ մեջ ուրիշի մասին միշտ չար մտածում, թեև չես գործում, բայց դու նույն բանն ես անում։ Դու ցանկանում ես, թեև բարձրաձայն չես ցանկանում, օրինակ, եթե մեկ ավտո վթար է ունեմ, ասես ուֆ, սիրտս հովացավ, ավտոն ջարդվեց սրանց։ Նույն չարությունն է, անզգամությունն է, որ չի կարելի, բայց իրագործելի չէ այս մարդունը, եւ սա նաեւ թաքնված չար նպատակներ կարող է չար մարդ ունենալ, որ հարմար առիթ փնտրի քեզ ինչպես վատություն անի։ Ինքը կարող է ամբողջ կյանք քեզ վատություն չանել, բայց մի ամբողջ կյանք փնտրի ճանապարհները քեզ վատություն անելու համար։